Հարվածակայուն, ջրակայուն, քերծվածքակայուն, AC4, AC5 եւ AC6 բարձր դասի եվրոպական լամինատների գլխապտույտ տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3490 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հասել են մի կետի, որտեղ այլևս բավարար չէ խոսել հայրենադարձությունից, ներդրումներից, համաժողովներից կամ հայրենասիրությունից։ Խնդիրը ավելի խորն է։ Հայաստանը փորձում է հստակ ձևակերպել, ինչ է Սփյուռքն իր համար, իսկ Սփյուռքը ինչ հարաբերություն պետք է ունենա հայկական պետության հետ։ Տասնամյակներ շարունակ այդ հարաբերությունները կառուցվել են պատմական հիշողության, ցեղասպանության ճանաչման, Արցախի, եկեղեցու, բարեգործության ու քաղաքական կազմակերպությունների շուրջ։ Այսօր Հայաստանի իշխանությունը առաջարկում է փոխել այդ առանցքը պատմական հայրենիքից դեպի գործող պետություն, հիշողությունից դեպի պետական շահ, համահայկական քաղաքական օրակարգերից դեպի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան օրակարգ։ Սա կարող է լինել անհրաժեշտ պետական հասունացում, բայց կարող է նաև ստեղծել վտանգավոր խզում, եթե հին համակարգը քանդվում է առանց նորի կառուցման։ Միաժամանակ Սփյուռքի իրական արժեքը վաղուց միայն նվիրատվությունը կամ քաղաքական լոբինգը չէ, այն համաշխարհային մարդկային կապիտալ է, գիտություն, տեխնոլոգիա, ֆինանսներ, համալսարաններ, առողջապահություն, մշակույթ, մեդիա, դիվանագիտական ու քաղաքական կապեր։ Փոքր պետության համար նման ցանցը կարող է լինել ոչ թե անցյալի մնացորդ, այլ ազգային կարողության բազմապատկիչ։ Հետևաբար հիմնական հարցը այլևս ինչպես օգնի Սփյուռքը Հայաստանին չէ։ Հարցն այն է, ինչպիսի պետություն պետք է լինի Հայաստանը, որպեսզի աշխարհի տարբեր կենտրոններում կուտակված հայկական մարդկային, ֆինանսական եւ ինստիտուցիոնալ կապիտալը կարողանա դառնալ Հայաստանի ուժի մաս, առանց Սփյուռքը ենթարկելու կառավարությանը եւ առանց Սփյուռքին թույլ տալու փոխարինել պետությանը։ Զրուցակիցս Հանրապետության վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սինանյան, նախ սկսենք նրանից, թե շատ հաճախ ասում են ուժեղ Սփյուռք, ուժեղ Հայաստան, Նախ ինչ է ուժեղ Սփյուռքը եւ ինչ է այս պարագայում ուժեղ Հայաստանը, Սփյուռքի համար։ Այսինքն Սփյուռքը պետություն չէ, ունի միասնական քաղաքական կամք, օրակարգ, ղեկավարություն, մանդատ Հայաստանի անունից որոշումներ կայացնելու։ Հետևաբար ո՞րն է ձեր պատկերացրած վերջնական մոդելը։ Սփյուռքի աստիճանական հայրենադարձություն, փոքրացում, ապա քաղաքականացում, թե աշխարհի կենտրոններում հայկական ազդեցության ուժեղ ցանցի պահպանում Հայաստանի Հանրապետության շուրջ։ Տեսեք, ի սկզբանե հարց է ծագում, եւ դուք այդ հարցը տվեցիք, թե ինչպես ենք մենք ձևակերպում ուժեղ կամ հզոր Սփյուռք հասկացությունը, որովհետեւ դրա պատասխանը հստակ չէ որևէ մեկիս համար, կամ հստակ չէ, թե ինչպես են դա մեկնաբանում այդ արտահայտությունը օգտագործող մարդիկ։ Ինձ թվում է, որ հզոր Սփյուռք ասելով նրանք հաճախ հասկանում են այսպես մարդկային քանակով մեծ Սփյուռք, որը ինքնին մեղմ ասած խնդրահարույց է, որովհետև այդ ինչի հաշվին է ձևավորվում այդ հզոր թվայինորեն մեծ Սփյուռքը, իհարկե դա ինչ-որ ակունք պետք է ունենա, այդ ակունքը միշտ պատմականորեն եղել է Հայաստանը, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը, ապա այն աշխարհագրական արեալը, որտեղ բնակվում է հայ ժողովուրդը, իսկ դա հաջողություն կամ ուժ որակելը պարզապես անհարիր է եւ Սփյուռքի գոյությունը ինքնին դժբախտություն է մեր ազգի համար։ Մենք պետք է այդ սկզբնակետից սկսենք եւ այդ հզոր ուժեղ խոսքերը օգտագործելիս մի քիչ զգուշ լինենք, որովհետեւ կրկնում եմ, ներկա Սփյուռքի հիմքը դրվել է ցեղասպանության արդյունքում եւ դա բնական է որ չի կարող լավ բան լինել։ Հիմա օքեյ, ունենք Սփյուռքի փաստը եւ այդ Սփյուռքը իհարկե տարբեր մետամորֆոզներով է անցել, փոփոխությունների է ենթարկվել, բայց մի բանը կայուն է եղել, որ կա հին Սփյուռքից ստաբիլ արտահոսք ուծեցման ձևով ասիմիլյացիայի Եվ կա գոնե մինչև վերջերս եղել է ներհոսք Հայաստանից, այսինքն թարմ այդ արյունը մտել է Սփյուռքի օրգանիզմը, որի արդյունքում որոշ Սփյուռքեր կարողացել են պահպանել իրենց հայկական էությունը, կրկին Հայաստանի հաշվին, Հայաստան աշխարհի հաշվին։ Սա մեծ դժբախտություն է եւ եթե մենք սահմանում ենք ուժեղ կամ հզոր Սփյուռք, այդ կապակցությունը, բարակապակցությունը
քանակային իմաստով, ապա դա մեծ սխալ ենք գործում։ Ուրեմն հաջորդը ինչ է։ Սփյուռք, որը ինքնաբավ է, սփյուռք, որը հայապահպանումը կարողանում է ապահովել, սփյուռքը, որը կարողանում է ձևավորել այնպիսի քաղաքական ուժ եւ կշիռ, որ կարողանում է իշահ ինչ որ ավելի վեհ գաղափարի բացի անձնական շահից ներազդել այդ պետությունների, չգիտեմ, քաղաքական կամ տնտեսական process-ների վրա։ Միգուցե, բայց նման փորձ իրականում չկա Սփյուռքում։ Մենք երևի ունենք բացառիկ փորձ Ֆրանսիայում, որտեղ հայկական Սփյուռքը եւ հայերի ներկայությունը կարողացել է էապես ազդել այդ երկրի բնիկ ժողովրդի ընկալման վրա, թե ինչպես են նրանք ընկալում հայերին եւ ըստ այդմ Հայաստանը, բայց սա բացառիկ դեպք է եւ նման փորձ մենք չունենք ոչ Միացյալ Նահանգներում, ոչ Ռուսաստանի Դաշնությունում, ես մեծ համայնքներն եմ ընտրում եւ իմ կարծիքով եթե շարունակենք նույն ոճով, այսինքն եթե ամբողջ գոյության իմաստը Սփյուռքի, այդ raison d'être, որ ֆրանսերեն ասում են, եթե իմաստը լինելու է ցեղասպանության ճանաչումը, երբևէ հույս ունենալ, որ մենք ունենալու ենք քաղաքականապես կամ տնտեսապես կայացած հզոր Սփյուռք չի լինելու, չի իրագործվելու դա։ Մի բան էլ ավելացնեմ, որ այս դեպքում, երբ որ մենք խոսում ենք նույնիսկ այն համայնքների մասին, որտեղ շարունակվում է դեռ թվային աճը, օրինակ կարող ենք վերցնել հիմնականում, ասենք Իսպանիան, Միացյալ Նահանգները, Կանադան, դա տեղի է ունենում այս պահին Փառք Աստծո ոչ թե Հայաստանից արտահոսքի հաշվին, այլ այլ սփյուռքերից արտահոսքի մասին։ Հիմնականում վերջին մանավանդ 4 տարիների ընթացքում, օրինակ Լոս Անջելեսի հիմնական այդ մուտքը հայերի դա Ուկրաինայից է, Ռուսաստանի Դաշնությունից է։ Ինչպես նաև նույն Իսպանիայում, նաև Ֆրանսիայում ավելի փոքր թվերով։ Ուզում ասել, միֆը, այն նույնիսկ տեսիլքը, միրաժը, որը գոյություն ունի, որ գիտեք որոշ համայնքներ տենց լավ էլ ակտիվ են, առույգ են եւ այլն, դա եթե այլևս Հայաստանի հաշվին չի, ապա այլ համայնքների թուլացման եւ քայքայման հաշվին է։ Հայաստանի իշխանությունը այսօր առաջարկում է շատ լուրջ գաղափարական փոփոխություն պետական ինքնության կենտրոնում դնել Հայաստանի Հանրապետությունը, վերանայել պատմական հիշողության քաղաքական օգտագործումը, հա, այսպես ասենք։ Այդ տրամաբանության մեջ նորովի է քննարկվում ցեղասպանության ճանաչման հարցը, Արցախը, պատմական հայրենիք, ազգային խորհրդանիշներ եւ այլն, անգամ այն գաղափարը, թե ինչ է նշանակում առհասարակ հայրենիք, հա։ Սփյուռքի մեծ հատվածի ինքնությունը ձևավորվել է ճիշտ հակառակ ճանապարհով, որովհետեւ պետություն չի եղել, ինքնության պահպանման հիմք են դարձել հիշողությունը, կորցրած հայրենիքը, ցեղասպանությունը, եկեղեցին, համայնքային ինստիտուտները, հա։ Ինչպես կարելի է պետականակենտրոն նոր ինքնություն ձևավորել, բայց միաժամանակ չափալեգիտիմացնելով պատմական ինքնությունը։ Շատ ճիշտ ձևակերպեցիք, մանավանդ վերջաբանը ձեր հարցի, որ անհրաժեշտ է գտնել բալանս։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր անցյալից, մեր պատմական ժառանգությունից, մեր պատմության ամենածանր օրերի հիշատակը չենք մոռանալու երբևէ, բայց մենք ապրում ենք այսօրվա մեր իրականության մեջ եւ այսօր մենք կերտում ենք մեր վաղվա ապագան։ Հետևաբար այդ բալանսը, որը միշտ եղել է օրինակ Սփյուռքում պատմականի կողմը, միտված դեպի պատմություն, եւ հիմա երբ Հայաստանը փորձում է առերեսվել իր իրականության հետ եւ այդ իրականության հիման վրա ստեղծել նաեւ ապագայի տեսլական եւ ծրագիր, շատ ցավոտ ձև է ընկալվում Սփյուռքում, որովհետեւ արդեն ասացիք, իրենք կարճած են այդ պատմությունից, ի վերջո իրենց Սփյուռքում հայտնվելը ուղղակիորեն կապված է պատմական հանգամանքների հետ, իրենք գերագույն մարմին, որպես այսպես ազգային լավագույն դեպքում օրինակ տեսնում են կրոնական կառույցները, որը հենց Հայաստանի բնակչության համար շատ տարօրինակ երևույթ է, որովհետև նույնիսկ սովետական բռնատիրության պայմաններում եղել է ինչ-որ կվազի պետական այսպես կառուցվածք եւ մեր բնակչությունը միշտ իմացել է, որ կան աշխարհիկ իշխանություններ եւ մենք, ասենք, Օսմանյան կայսրության հայկական միլլեթը չենք ընդամենը, այսինքն կրոնական խումբ, կրոնական համայնք,
բայց ավանդական սփյուռքի մոտ այդ կրոնական համայնքի զգացումը շատ արմատականացված է եւ իրենք շատ դժվարությամբ են կարողանում օրինակ հասկանալ, որ ինչպես կարող է աշխարհիկ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը կրոնական կառույցի չընտրված օրինակ ղեկավարի հետ, որը շատ պրոբլեմատիկ անձնավորություն է մեղմ ասած, ունենա խնդիրներ։ Իսկ հենց բանը դրանում է, որ այո, մենք պետություն ենք եւ ում հետ որ պետք է խնդիր ունենալ, պետությունը կունենա խնդիրներ։ Ավելի շուտ անձին կամ այդ կառույցները պետության հետ խնդիր կունենան, եթե իրենց ֆունկցիաները չեն կատարում, այլ ընդհակառակը փորձում են զբաղվել գործերով, որ իրենց չի վերաբերվում։ Ահա, այս բաները օրինակ Սփյուռքում նորից խոսեմ ավանդական Սփյուռքի մասին, շատ զգայուն են այս թեմաները, բայց տեսեք, երբ որ գործ ունեք նոր Սփյուռքի հետ, նրանց համար շատ ավելի ընկալելի է ամեն բան։ Եվ այն process-ը, որ Հայաստանում սկսվել է եւ բավական արագ է ընթանում, այսինքն այդ իրականության առերեսումը, մեր հնարավորությունների իրատեսական գնահատումը եւ այդ գնահատման հիման վրա ապագայի ծրագրերի ձևավորումը Սփյուռքում էլ է սկսվել իրականում եւ հին Սփյուռքում եւ նոր Սփյուռքում, սակայն այնտեղ մի ավելի դանդաղ է գնում, որովհետեւ իրենք Հայաստանում չեն եւ իրենք ավելի քանի որ չունեն այդ աշխարհիկ ժողովրդավարական միջոցով ձևավորված կառավարությունը ստիպված կարճացան այդ ավելի սիմվոլիկ ավանդական կառույցներից հին Սփյուռքում նաեւ կան այդ որոշ կառույցներ, որոնք առնչվում են նաեւ նախահեղափոխական հանցավոր ռեժիմի հետ եւ նրանք շարունակում են այնտեղ դեռ ունենալ գոնե լծակներ, եթե չունեն այն ուժը, այն համբավը եւ կարողությունները, որ ունեին անցյալում, բայց օրինակ մեդիա լծակները հիմնականում իրենց ձեռքում են, նրանք նաեւ որոշ եկեղեցական կառույցների միջոցով վերահսկում են դպրոցների մի մեծ մասը, որ ինքնին խնդրահարույց է, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ամենը փոխվելու է։ Գործընթացը սկսվել է նույնս ազգային ժողովի ժամանակ քննարկվում էր Ֆրանսիան եւ որոշ անհատների անուններ էին տրվում, այդ մարդիկ բացարձակ ոչ լեգիտիմ են, ընտրվել են նորը ես մեկ այլ հարցազրույցի ժամանակ նշեցի 979 ձայնով, պատկերացնեք 500-600 հայ բնակիչ ունեցող հայկական համայնքի անունից խոսում է մի մարդ, որը ասենք իր կուսակցության անդամների եւ քույր կառույցների ձայներով ընտրվել է եւս կրկին, որտեղ արդեն մարդը 20 տարի ղեկավարն էր, հիմա էլի ղեկավարն է, բայց իրականում այդ կոորդինացնող խորհրդի տակ որևէ կազմակերպություն չի մնացել, բացի ցավով եմ ասում բարեգործականի ֆրանսիական կառույցը եւ Դաշնակցությունն ու իր կից կառույցները եւ այնտեղ ընդհակառակը բոլոր կառույցները համախմբվում են, միանում են մեկ այլ կոորդինացնող խորհրդի շուրջ, որը շատ շուտով իր ձայնը շատ ավելի լսելի կդարձնի Ֆրանսիայում եւ այն ամենակարևորը համայնքային կառույց է, համայնքային կոորդինացնող խորհուրդ է, բայց պետականամետ է, կանգնած է պետության կողքին եւ մենք ակնկալում ենք, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձևավորվում է ժողովրդավարական ընտրությունների կողմից, միջոցով եւ ըստ այդմ լեգիտիմ է եւ ըստ այդմ արտահայտում է ժողովրդի կամքի, ժողովրդի մեծամասնության քաղաքական կամքը, Սփյուռքի կառույցներից մենք ակնկալում ենք, որ իրենք լինելու են պետականամետ։ Այսինքն պարոն Սինանյան, այդ փոփոխությունը, այդ տրանսֆորմացիան եւ այլն գալիս է կամ դրա ինստիտուցիոնալ հիմքերը դրվում են ֆրանսիական Սփյուռքում։ Օրինակ Ֆրանսիայի դեպքում, քանի որ երևի ամենակայացած Սփյուռքն է, թող մյուս մեր հայրենակիցները չնեղանան, դա պարզապես այդպես է, այնտեղ օրինակ այդ ինքնաառողջացման գործընթացը դեռ սկսվել էր, իհարկե նույնիսկ հեղափոխությունից առաջ, իհարկե շատ ավելի չերևացող էր, որովհետև այն ժամանակ Հայաստանի կառավարությունը շատ կոնկրետ մի երկու կառույցների հետ էր համագործակցում եւ բոլորին ստիպում էին ընկնել այդ գծի մեջ, ապա գոնե 20 թվականից հետո այդ process-ը շատ արագացել է, բնական է, որ մենք էլ ենք աջակցում դրան, իհարկե մենք աշխատում ենք բոլոր այն անհատների եւ բոլոր այն կառույցների հետ, որոնց առաջին նպատակը դա Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է, Հայաստանի Հանրապետության ժողովրդի բարօրությունն է, այսինքն նրանց նպատակները համընկնում են մեր նպատակների հետ եւ այս գործընթացը մեծ թափ է հավաքում։ Շատ լավ։ Դուք նշեցիք ընտրված աշխարհիկ իշխանություն կամ ղեկավար եւ չընտրված կրոնական հոգեվոր առաջնորդ, հա։ Շարունակելով այդ այսպես ասենք վերաիմաստավորման թեման,
ով եւ ինչ մանդատով կարող է որոշել, թե մեր հավաքական, այսպես ասենք, պատմությունից ինչը պիտի վերաիմաստավորվի։ Դե տեսեք, ամեն դեպքում ցանկացած նման հոգեբանական, փիլիսոփայական, դոկտրինալ հարցերը քննարկելիս փորձում ես հասկանալ ով ունի այդ լեգիտիմությունը, որ կարողանա մեծ զանգվածների անունից խոսել։ Եվ քանի որ չկա այլ կառույց, որը ժողովրդական միջոցով ընտրում է ինչ որ ներկայացուցիչ, այսինքն չկա այլ ներկայացուցչական մարմին մեր հայկական իրականությունում, բացի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովից, ապա ես ստիպված եմ պատասխանել, որ այդ մարմինը ժողովրդի կողմից ընտրված ազգային ժողովն է եւ ազգային ժողովի կողմից ձևավորված եւ ազգային ժողովի մանդատ ունեցող վարչապետն ու իր վարչակազմն են։ Գիտեք, եկեղեցին ունի իր կարգը, որը բավական այսպես փոփոխություններով է անցել դարերի ընթացքում եւ մանավանդ վերջին տասնամյակների ընթացքում, թե ինչպես են ընտրվում հոգեոր առաջնորդները։ Եվ օրինակ ես կարող եմ այսպես փիլիսոփայորեն ձեզ հարցնել, ասել ձեր կարծիքը որևէ մեկը հարցրել է, երբ որ ընտրվել է, ասենք, Հայաստանի Հանրապետության կաթողիկոս կամ նշանակվել է կաթողիկոս։ Օրինակ իմ կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Մենք երկուս էլ հայ մարդիկ ենք, ես օրինակ կարող էի լինել հայ կաթողիկե եկեղեցու հետևորդ կամ հայ ավետարանական եկեղեցիների ընտանիքի եկեղեցիներից մեկի հետևորդ, ոչ չէ, ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ։ Իմ կարծիքը ոչ ոք չի հարցրել ու ես գիտեմ, որ այդ խորհուրդները հենց եկեղեցու կողմից նշանակված կամ այն ժամանակվա այդ սիներգիան եկեղեցու եւ այն կիսահանցագործ պետական կառույցների միջև շատ ուժեղ էր, նրանց կողմից նշանակված մարդիկ են, ու այդ նույն մարդիկ, որոնք նշանակվում են նույն կառույցի կողմից, վերջում ընտրում են ինչ որ մեկին։ Դա լուրջ չի, դա չի կարող համարվել ժողովրդի կամքի արտահայտությունը։ Սա է իրականությունը։ Վերջերս շատ է խոսվում դժբախտությունների, պատմության առանձին դրվագների, այսպես ասած, զենքայնացումից, հա։ Օրինակ, այդ համատեքստում դիտարկվեց նաև Իսրայելի օրինակը, ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման եւ այլն տրամաբանության մեջ։ Ինչպես ենք տարբերակում պատմության քաղաքական զենքայնացումից հրաժարումը պատմական հիշողության քաղաքական արժեզրկումից։ Մենք պետք է հասկանանք, թե մեր համար եւ կարող է այդ ընկալումը մի քիչ տարբեր լինել Սփյուռքում եւ Հայաստանում։ Ինչ է նշանակում ունենք պատմական հիշողությունը։ Եթե խոսում ենք ցեղասպանության մասին, մեր Հայաստանի բնակչության համար, բացի այսպես պատմական տրավմայից եւ մեր պատմական ժառանգության հսկայածավալ կորուստից, մեր մարդկային ռեսուրսների հսկայական կորուստից, մի բան, որը ուղղակիորեն ազդել է նույնիսկ մեր ընտանիքների վրա։ Այսինքն մենք դեռ այն սերունդն ենք, որոնք ճանաչում էին մարդկանց, որոնք ցեղասպանության են ենթարկվել։ Իմ մեծ հայրիկը մինչև տերզոր հասել է եւ իր ընտանիքով ողջ են մնացել։ Ես իմ մեծ հայրիկին հիշում եմ։ Բայց մեկ սերունդ հետո, երկու սերունդ հետո այդ կապը շատ ավելի թույլ է լինելու, բայց դասերը պետք է մնան։ Հարցը նա է, թե ինչն է դասը։ Դասը արդյոք նա է, որ մեզ ցեղասպանության են ենթարկել, մենք պետք է ողբանք։ Մեզ ցեղասպանության են ենթարկել, մենք պետք է շարունակենք նույն զգացումներն ունենալ հարևանների նկատմամբ եւ վերջ։ Մենք ցեղասպանության են ենթարկել եւ մենք պետք է շատ լուրջ, զգուշավոր եւ այսպես ծանրակշիռ զգացումներ ունենանք հարևանների նկատմամբ եւ ըստ այդմ դասեր քաղելով վարենք մեր քաղաքականությունը, որպեսզի չթույլատրենք, որ նման բան կրկնվի։ Որն է սրանցից ինչն ենք ընտրում մենք որպես մեր ուղենիշ։ Սփյուռքի դեպքում շատ ավելի բարդ է հարցը, որովհետեւ իրենք մեր այդ լավ այսօր առավոտը արթնացանք, արդյոք մեր վրա հարձակվում է հարևաններից մեկը, թե ոչ։ Այդ խնդիրը չունեն։ Ու սա շատ լուրջ խնդիր է, այսինքն մենք չենք կարող մեր աշխարհընկալումը եւ ապագայի ծրագրերը ձևավորել վակուումում։ Մենք այս կոնտեքստի մեջ ենք ապրում։ Ես ասում եմ, ամեն առավոտ, երբ որ ես արթնանում եմ, այո, Արարատ լեռելի մեր դիմացն է եւ մեր տարածքում չի։ Երևանից 40 կիլոմետրի վրա արդեն մեզ ցեղասպանության ենթարկած պետության սահմանն է
Եվ այլն եւ այլն։ Իսկ Սփյուռքը հայը այսպես արթնանում է եւ տեսականորեն այո, բայց իրական կյանքում իր վրա դա չի ազդում։ Մենք պարտավոր ենք ոչ միայն որպես վարչակարգ, մենք որպես հասարակություն պարտավոր ենք ամեն ինչ որ անում ենք, ձևավորենք իշահս Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության եւ նաեւ բարգավաճման համար։ Սա այն պետության ֆունկցիան դա է։ Իսկ մեր Սփյուռքի հայրենակիցները կարող են իրենց շատ շռայլություններ թույլատրել, իրենք կարող են շատ ծայրահեղ ձևով արտահայտվել, կարող են շատ ավելի մեծ պահանջներ ունենալ, բայց գիտեք, եթե այդպես պահանջներ ունեք, եկեք Հայաստան, դարձեք քաղաքացի, մասնակցեք քաղաքական գործընթացներին, քվեարկեք, բայց դա նշանակում է, որ գալիս եք Հայաստան, ստեղ ապրում եք, ստեղ քաղաքացի եք, դա նշանակում է հարկերը պետք է մուծեք, Հայաստանի Հանրապետության պաշտպանության պետք է մասնակցեք, մեր պետականաշինությանը պետք է մասնակցեք, բոլոր ռիսկերը պետք է կրեք ձեր ուսերին, ինչպես Հայաստանի Հանրապետության բնակիչները։ Այդ դեպքում դուք արտահայտվեք, եթե տեսնեք, որ շատ ծայրահեղ պետք է արտահայտվեք, ձեր կամքը փորձեք թելադրել հասարակությանը։ Բայց դրսից կրկնում եմ, այդ վակուումի մեջ ինչ ուզում են կարող են իրենք անել։ Դա Հայաստանի իրականության հետ կարող է որևէ կապ չունենալ։ Այդ բանի weaponization-ի հետ զենքայնացման թեման էլ գիտեք երկկողմանի է իրականում։ Տեսեք շատ երկրներ հայոց ցեղասպանության ճանաչումը զենքայնացրել են։ Հիմա մենք խոսում ենք Իսրայելի դեպքում, երբ զենքայնացվեց է, բայց հետո հետ կանգնեցին, որը իմ կարծիքով որևէ մեկիս համար անակնկալ չէր, մենք հասկանում ենք, որ դա այնտեղ բարոյական ոչ մի արժեք չկար այդ process-ի մեջ։ Բայց ինչ ենք միայն Իսրայելին մատնանշում, մենք բազում փորձեր ունենք, երբ տարբեր պետության կառավարություններ ասենք Թուրքիայի հետ այդ պահին վատ հարաբերություն ունենալու արդյունքում որոշել են, որ պետք է վերահաստատեն հայոց ցեղասպանության պատմական փաստը։ Ավելին ասեմ, որ շատ հաճախ հենց այդ վատթարացումը ուղղակի պատճառն է եղել դրա համար։ Այսինքն մեր դեմ զենքայնացրել են, իսկ մենք ինչ չենք արել։ Մենք ինքներս ցեղասպանության փաստը չենք կարողացել զենքայնացնենք իշահ մեզ։ Օրինակ, այդ ամբողջ վերահաստատման process-ը, որը տեղի ունեցավ Արևմտյան աշխարհում, Միացյալ Նահանգներում, իսկ Ռուսաստանն է ճանաչել, Ավստրալիան եւ այլն, դրա շոշափելի արդյունքը մեր ժողովրդի կյանքում չերևաց։ Այսինքն մենք չկարողացանք այդ ճանաչելը վերածել ինչ-որ անվտանգության։ Իմ համար անվտանգությունն էր։ Այո, իմ պատասխանը միշտ եղել է անվտանգությունը, որ տեսեք, մեզ սենց են արել, մենք ստիպված ենք ինքնապաշտպանվել, մենք ենթակա ենք նոր ռիսկերի, աշխարհ իմացեք սրա մասին եւ օգնեք մեզ անվտանգային հարցում։ Դա չարվեց։ Եվ դրա հակառակը բոլորը մեր դեմ դա զենքայնացրեցին։ Պարոն Սիմոնյան, տեսեք, երբ որ մենք գնում ենք, այսպես ասենք, պետականակենտրոն ինքնությամբ Սփյուռքի ձևավորման, ճանապարհին, նախ չկա մտավախություն, որ Հայաստանը այդտեղ կարող է Սփյուռքի որոշակի հատված կորցնել, շատ պատկերավոր ասած, սա մեկ, եւ հետո հիմնական նաև կա որոշակի քննադատություն, որ Հայաստանը կամ Հայաստանի կառավարությունը ինքը փորձում է ընտրել իր համար հարմար սփյուռք, օրինակ համահայկական այդ գլոբալ համաժողով եւ այլն մասնակիցներ եւ այս կողմ են կողմ։ Սփյուռքը միատար չէ, բայց ինչ ընտրություն է, ինչպես է կատարվում ընտրությունը այդ համաժողովի մասնակիցների, ինչպես է պետությունը, այսինքն տպավորություն է ստեղծվում, որ պետությունը ինքը իր համար տարբեր համայնքներից ընտրում է մարդկանց կամ խմբերի, որոնց ինքը կարգում է սփյուռք, որի հետ ինքը կաշխատի։ Ուրեմն ընդունեմ հարցի մի մասը եւ չընդունեմ մյուսը։ Տեսեք, այդ ընտրությունը տեղի է ունենում օրգանական ձևով, բնական ֆիլտրման արդյունքում, այսինքն եթե դու աշխատում ես սփյուռքի հետ եւ անդադ ձեռք ես մեկնում եւ մի մասը ձեռքը մեկնում սեղմում է, ասում է եկեք իրար հետ աշխատենք, հասկանանք որն է լավը, իսկ մի մասը անընդհատ ձեռքիդ հարվածում է, ասում է ես քո ձեռքը չեմ սեղմելու, ընդհակառակը ես քեզ չեմ ընդունում եւ չեմ աշխատելու քո դեմ, ընդհակառակը սաբոտաժի եմ ենթարկելու ամեն ինչ, ինչ որ վերաբերվում է Հայաստանին, տեղի ունենում բնական սելեկցիա։ Արդյունքում ունենք այն կառույցները, այն անհատները, այն կազմակերպությունները, որոնք կիսում են գոնե այն մինիմալ պահանջները, մինիմալ այն նպատակները, որը իր առջև դրել է Հայաստանի Հանրապետությունը, որը կրկնում եմ, մեր
անվտանգությունն է, մեր ժողովրդի բարօրությունն է եւ Հայաստանի Հանրապետության հարատևումն է։ Այսինքն այնտեղ դիտավորություն չկա, այնպես չի որ մենք ի սկզբանե մեր արժեվ նպատակ ենք դրել, որ գիտեք, մենք ձևավորելու ենք մեր սփյուռքը եւ միայն իրենց հետ ենք աշխատելու, ոչ։ Պարզապես Ես ինչպես կարող եմ օրինակ բերել, եթե պատկերացրեք ես գնում եմ այցելության օրինակ առաջի անգամ իմ պաշտոնում որպես Հայաստանի Հանրապետության հանձնակատար Սփյուռքի Ֆրանսիա եւ տեղում Ֆրանսիայի դաշնակցությունը եւ Ֆրանսիայի բարեգործականը հայտարարում են բոյկոտ, ո՞նց եք պատկերացնում, ո՞նց աշխատենք այդ մարդկանց, հետո միաժամանակ այդ նույն մարդիկ հարձակվում են, չգիտեմ բարեգործականը մասնակցում էր թե չէ, բայց դաշնակցությունը հարձակվում է վարչապետի անտուրաժի վրա, Շարասյան վրա եւ այլն եւ այսպես շարունակ։ Ոնց անենք մենք դա, քանի ինչքան կարող մեր ձեռքը պարզած մնալ եւ այդ մարդիկ մեր կողքով անցնում են եւ իրենցն են անում։ Ես մի հատ ուզում եմ շատ հետաքրքիր դեպք պատմեմ, ես անցյալ հարցազրույցին մի դեպք պատմեցի կոնկրետ սաբոտաժի, դուք ուզում պատկերացնել մեր հայրենակիցները սաբոտաժի խորությունը։ Ամեն տարի Կիպրոսի մեր գործընկերները իրենք էլ փաստորեն ունեն շատ մեծ սփյուռք, էլի մեր նման իրենց սփյուռք ավելի մեծ է, քան Կիպրոսի հելենների բնակչությունը, եւ իրենք էլ անց են կացնում տարեկան գագաթնաժողով եւ 2 տարի առաջ գագաթնաժողովի ժամանակ իմ առջև նստեց ինձ խնդրեց հանձնակատարը Կիպրոսի, որ այս մարդը ինքը հայտնի մարդ է, անունը չեմ տալիս, բայց ամենամեծ ֆինանսավորողն է կիպրական սփյուռքի կառույցների, մեծահարուստ է եւ բարեգործ։ Ինքը ասաց ուզում է հետդ խոսել։ Մենք նստեցինք աշխատանքային այսպես ճաշ անցկացրեցինք, լանչ, եւ ասաց, հա, ուզում եի խոսել ձեր հետ։ Ձեր խնդիրը ինչ է, ձեր պետության խնդիրը ինչ է հայդատի հետ։ Շատ տարիք եմ, մի մարդ Նյու Ջերսիից, Նյու Յորքից, հույն ինձ այդ հարցն է տալիս, ես էլ մոտավորապես բացատրեցի։ Չեմ կարող շատ խորանալ ճաշին, մոտավորապես ասի սենց է, իրանք էս կոնտեքստում են եղել, քաղաքական էս խումբն են եղել, որին ժողովուրդը դուրս է շպրտել իշխանությունից հեղափոխության ընթացքում եւ իրենք վերահսկվում են նաեւ մի երրորդ պետության կողմից եւ աշխատում են մեր դեմ։ Ասաց, հա, ասաց, լավ, հասկացա։ Ասացի, հիմա ես հարցնեմ, ինչ եք այդ հարցը տալիս։ Ասաց, իմացի, որ ինձ մոտեցել է Միացյալ Նահանգների, Վաշինգտոնի, հայդատի գրասենյակի տնօրենը, բոլորս գիտենք ով է այդ մարդը, եւ ինձ ասել է, խնդրում եմ, քանի որ մենք կապ ունենք, քանի այնտեղի հելենների կազմակերպությունը աշխատում է American Hellenic Council է կոչվում, աշխատում է հայդատի գրասենյակի հետ, ընդհանուր հարցեր կան։ Ինձ խնդրեց, ասեց, խնդրում եմ, երբ որ գնաս Կիպրոս, խոսիր Կիպրոսի հանձնակատարի հետ, որ Հայաստանի հետ չաշխատի։ Պատկերացնում եք, Միացյալ Նահանգներում նստած, Միացյալ Նահանգների ծնված, Միացյալ Նահանգների քաղաքացի անձը, որը հայ է իր ծագումով, բայց որը ամբողջ օրը Ռուսաստանի գովքն է անում, օրինակ, այն ջանք չի խնայում, որպեսզի կիպրացի հույների ղեկավարին համոզի, որ նա խնդրի, որ Կիպրոսի կառավարությունը Հայաստանի կառավարության հետ չաշխատի։ Դուք պատկերացնում եք նման բան, ահա թե ինչ իրականության հետ մենք գործ ունենք այնտեղ։ Ցավալի է։ Շատ, բայց այստեղ պարզ բաներ կա, պարոն Սինանյան, երբ Սփյուռքի համատեքստում իհարկե առավել եւս, չնայած մեր ներքաղաքական դաշտում էլ, երբ մենք խոսում ենք ինքնությունից, հա, խոսում ենք օրինակ ցեղասպանությունից, չգիտեմ, Տիգրան Մեծից, Արևմտյան Հայաստանից, ծովից ծով կամ, այսինքն պարզ չի տրամաբանությունը, որ պատմական, նշանային եւ բացասական եւ դրական զարգացումների պատասխան տվողը Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի առանցքը, որը կարողանալու է եւ լավի եւ վատի համար պատասխան տալ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը առանցք չէ, այսպես ասենք, հա, ինչ որ մի կիսավոչ պետություն է, ոչ չգիտես ինչ է, ամեն ինչ մնում է ֆորպոստ է։ Հա, ամեն ինչ մնում է համայնքային մակարդակում եւ համայնքային մակարդակում, հա, մենք մեր աչքի առաջ ունենք բազում էթնիկական խմբեր, որոնք միջև այսօր, բա եթե դա հնարավոր է իրականացնել համայնքի տրամաբանության մեջ, չեն քրդերը պետության համար պայքարում օրինակ, որ ինչ անեն։ Հենա ամեն մեկը մի պետության մեջ խմբերով ապրում են։ Շատերը դրախտային երկրներում են ապրում, ասենք բասկերը, կատալոնիացիները Իսպանիայում, բայց շարունակում են պայքարել իրենց անկախության համար, որովհետև դա շատ բարձր արժեք է։
Գիտեք, ձեր ասածը ձեր համար, ինձ համար աքսիոմատիկ ճշմարտություն է, բայց կրկնում եմ, շատերի համար դա այդպես չէ։ Օրինակ կա մի գիծ Սփյուռքում, մանավանդ այդ հին Սփյուռքի հետ է կապված, որ ասում է մենք այլևս չպետք է սևեռվենք Հայաստանի վրա, մենք պիտի հասկանանք, որ մենք ինքնաբավ ենք, կենտրոնանանք մեր վրա, մենք շատ լավ էլ ստեղ կապրենք ու ապագայել կունենանք։ Պատմությունը վերջին մեր 1500 տարվա, որի ընթացքում մենք բազում սփյուռքյան երևույթների գոյացում ենք ունեցել, սկսած կրկնում եմ 8-րդ 9-րդ դարից Թոնդրակյաններ եւ Պավլիկյանների շարժումի ջախջախումից հետո երբ մարդկանց 100,000-ավոր հայերի տեղափոխեցին Բալկաններ եւ շարունակվելով Սելջուկյան արշավանքի անի անկումով եւ այլն մենք ունեցել ենք մի քանի անգամ հսկայական սփյուռքերի գոյացում, որոնք բոլորը անհետացել են։ Չկա պատմական փորձ, երբ մենք ասենք, որ մենք ունենք օրինակ հрьяաների նման սփյուռք, որը շարունակականություն ունի։ Հետևաբար այս մարդիկ, որ ասում են, չէ, առանց Հայաստանի էլ ամեն ինչ լավ ա եղել, էլի լավ ա լինելու, իրենք ինչ-որ sense այդ Բեյրութի, Հալեպի 40-ական թվերի միֆով են ապրում, երբ Հայաստանը որպես այդպիսին պետություն չէր, կվազի պետություն էր սովետական միության կազմում, իրենք էլ շատ սպეციფիկ միջավայրում, նաև Իրանը նշեմ, այսինքն իսլամական միջավայրում Լիբանանը մի քիչ տարբեր էր, բայց միևնույն է, գետոյացված գոյություն էին պահպանում, ու իրենք կարծում են, որ այ եղել է տենց բան, դա չի եղել, դա տևել է 30-40 տարի, ուր է Հալեպը, ուր է Դամասկոսը, ուր է Թեհրանը, ուր է Նոր Ջուղան, ուր է Բեյրութը, ուր են հայերը, չկան, այսինքն Բեյրութում կան, գիտեք, չնչին փոքրամասնություն է մնացել, եւ այդ գետոացված իրականությունը միշտ վերջ ունի։ Իսկ ինչը կարող է վերջ չունենալ, եթե մենք ճիշտ աշխատենք, եթե մենք բոլորս միավորվենք դրա շուրջ, դա մեր պետությունն ու մեր պետականությունն է։ Միակ հնարավոր երաշխավորը, որ մեր մշակույթը, մեր տեսակը, մեր կենցաղը, մեր, չգիտեմ, չեմ ուզում տգեղ բաների մասին խոսում, գենետիկ տեսակ, չեմ էլ հավատում դրան, բայց մեր հայկականությունը միայն կարող է պաշտպանվել Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Եվ պարոն Սինյանյան, կա պետական մակարդակով, այսպես ասենք, կապիտալի քարտեզ, կապիտալի տակ նկատի ունեմ, մարդկային, հա, ակադեմիական, տեխնոլոգիական հնարավորությունները, ինչ չնայ ֆինանսական եւ այլն, կա այդպիսի քարտեզ թե ոչ, այսինքն եւ կա դրանից բխող նաեւ մոտեցում, եթե կարելի է այսպես ձևակերպել եւ դա ճիշտ է, որ օրինակ պետության կողմից անհրաժեշտության դեպքում որտեղ ում ինչպես եւ ինչի համար ինչ է պատվիրակում կամ պատվիրում պետությունը։ Օրինակ, հա, այսպես ասենք, հրազդանի արհեստական բանականության գործանը հրաշալի օրինակ Հայաստան-Սփյուռք գործակցության։ Նա այդ թվում եւ Հայաստան-Սփյուռք։ Այո։ Ուրեմն քարտեզը կա, 21 թվականից սկսված մենք մի գործընթաց սկսեցինք, դա թվայնացված Սփյուռքի հայկական ռեսուրսի քարտեզի ստեղծման, այսինքն դա հարթակ է, search engine այսպես ասած, որի մեջ մենք հավաքում ենք data բոլոր անհատների մասին, որոնք պոտենցիալ ռեսուրս են ներկայացնում նաև պետության համար։ Այդ քարտեզը կա։ Ես մի քիչ ուզում եմ թեման նաև փոխել, որ այդ քարտեզի պարունակությունը եւ որակը եւ քանակը կարող է բարելավվել, եթե մենք լինելով այդ կենտրոնական, այդ խարսխային մարմինը հայկական իրականությունում, այսինքն պետությունը ավելի շատ սկսի ներդնել Սփյուռքում։ Ոչ թե ներդնի, որովհետև այսպես որպես բարեգործություն, որովհետև լավն է, այլ որովհետև սա ներդրում է մեր նաև ապագայի մեջ։ Եթե մենք սկսենք ընկալել Սփյուռքը իր բոլոր խնդիրներով հանդերձ, իր բոլոր բարդություններով հանդերձ, որպես չիրականացված ռեսուրս, ապա դա մեզ տրամաբանությունը կթելադրի, որպեսզի այն իրականանա, այնտեղ պետք է ներդրվել։ Ու այդ ներդրումը տարբեր ձևերով է դրսևորվում ոչ միայն այսպես ֆինանսական, նաև ինչ-որ չափով, այլ նաև բարոյահոգեբանական։ Ու մենք դա անում ենք մեր տարբեր ծրագրերի միջոցով, մենք շեշտը բոլոր մեր ծրագրերի միջոցով դնում ենք այդ ռեսուրսի ներգրավման վրա, եւ այդ երբ ասում ֆինանսական ներդրել, բա գիտեք, հաճախ շատ հասարակ բաների մասն է խոսքը։ Օրինակ, ավելի շատ մշակութային ներկայություն սփյուռքյան համայնքներում եւ այլն, ծրագրերը տարբեր կարող են լինել, բայց առանց դրա իհարկե 10, 20, 30 տարուց
մենք կտեսնենք, քանի որ ուծեցման process-ը ամեն դեպքում տեղի է ունենում, այդ ռեսուրսի ինձ թվում է թվային պաշարների նվազման, որովհետև ես հաշվարկս անում եմ այնպես, որ Հայաստանից այլևս խոսք չի լինելու, չգիտեմ, կարող է լավատես եմ, բայց հիմքեր ունեմ այդ լավատեսության, Հայաստանից խոսքը չի լինելու, իսկ այդ դեպքում այնտեղ նոր արյուն չի մտնելու, այնտեղ մնում է միակ կապող օղակը դա Հայաստանի Հանրապետության գրավչությունն է, ձգողականությունն է, եւ պետք է կրկնում եմ, ինչ որ մենք ներդրումը ակտիվացնենք այդ համայնքների մեջ, մեր ներգրավվածության տարբեր ծրագրերի միջոցով եւ տեսնենք վերջում ինչ է լինում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Զրուցակիցս Հանրապետության վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանն էր։ Մնացեք Առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։